Այս նախագծի ընդունումը, մշակումն ընդունումը եւս պայմանավորված է այն սահմանափակումների հետ, որոնք որ Հայաստանի պտուղ բանջարեղեն արտադրողները, արտահանողները ունեն դեպի մասնավորապես ռուսական շուկա։ Նախագծով առաջարկվում է, որ ինտենսիվ այգեգործության զարգացման պետական աջակցության ծրագրի շրջանակում նախարարության կողմից սահմանված կարգով մինչև 2026 թվականը իրականացված մոնիտորինգի արդյունքների հիման վրա այգեհյունում իրականացրած այն շահառուները, որոնց վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետը լրացել է արդեն իսկ կամ կլրանա 2027 թվականի հուլիսի 31-ը մինչև ֆինանսական կառույցի կողմից վարկի մարման ժամկետը երկարաձգվի 1 տարի ժամկետով եւ տրամադրվի 1 տարի ժամկետով վարկի մայր գումարի լրացուցիչ արտոնյալ ժամկետ։ Ես այստեղ մի փոքր բարձաբանում անեմ։ Նախորդիվ մենք նմանատիպ ծրագիր ընդունեցինք ջերմատների համար, ինչու է այնտեղ 6 ամիս, այստեղ 1 տարի, որովհետեւ այստեղ բերքը 1 անգամ է ստացվում, այնտեղ բերքը պարբերաբար է եւ դա է պատճառը, որ քանի որ ցիկլը այստեղ 1 անգամյա է, կարիք առաջացավ անպայման 1 տարով դա ուրեմն անել եւ նշված արտոնությունից օգտվելու նպատակով շահառուն մինչև 26 թվականի սեպտեմբերի 1-ը պետք է դիմի ֆինանսական կառույց, գիծ ներկայացնելով նախարարության կողմից տրամադրված տեղեկանք մոնիտորինգի արդյունքներով այգին հիմնված լինելու վերաբերյալ, ինչպես նաև 26 թվականին իրացված գյուղատնտեսական արտադրանքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանքը։ Եթե նորից բարձաբանեմ ինչ նկատի ունենք, եթե այգի է, որը արդեն իսկ 1 անգամ գոնե բերք է տվել եւ այդ բերքը իրացվել է եւ արտոնյալ ժամկետը ավարտվել է, ապա մենք այգետիրոջը ասում ենք, որ 1 տարի նախ վարկի ժամկետն է երկարաձգվում եւ 1 տարով վարկի մարման արտոնյալ ժամկետ է տրամադրվում, այսինքն մայր գումարը ինքը 1 տարի ժամանակով չի վճարում, տոկոսադրույքներ եւս հիմնականում դրանք այն այգիներն են, որոնք որ առանց տոկոսադրույքի ուրեմն հիմնվել են, դրա փոխարեն 1 տարի երկարաձգվում է, որպեսզի նաեւ այդ վարկային պարտավորությունը համաչափ հետագա տարիների վրա բաշխվի, ոչ թե ավելի կարճ ժամանակի վրա մեծ ծանրաբեռնվածություն առաջացնի։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նաև մի երկու այլ փոփոխություններ են կարել, որոնց մասին ես ուզում եմ ներկայացնել, մեծ տարածքներում ներդրում իրականացնող տնտեսավարողները հիմնականում ունեն մասնագետներ, որոնք ունեն բավարար գիտելիքներ աշխատանք իրականացնելու համար, այգիներ ստեղծելու համար, եւ ըստ այդմ մենք հնարավորություն ենք տվել իրավաբանական անձանց եւ ֆիզիկական անձանց այգիներ հիմնելու կամ ջրավազաններ կառուցելու դեպքում, մասնավորապես 10 հեկտար եւ ավելի ինտենսիվ այգի հիմնելու եւ 10,000 խորանարդ եւ ավելի ծավալով ջրավազանի կառուցման դեպքում ծրագիրն իրականացնել առանց կապալառուի պայմանով, որ շահառուն պետք է ներկայացնի նաև աուդիտորական կազմակերպությունների ռեեստրում գրանցված եւ միջազգային ցանցին անդամակցող աուդիտորական կազմակերպության կողմից տրված շահառուի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացություն։ Այսինքն նախկինում դա կապալառուն էր անում, հիմա ասում ենք դու եւս կարող ես անել, բայց եթե պրոֆեսիոնալ աուդիտորական կազմակերպությունը աուդիտ անի, ապա մենք նաև այդ տարբերակն ենք ընդունելու։ Թերևս այսքանը ինտենսիվ այգիների մասով, պարոն վարչապետ, եթե հարցեր կլինի, կարող եմ բարձրաբանել։ Հիմա մենք ինտենսիվ այգիների սեփականատերին, ով ունի վարկ եւ արտոնյալ ժամկետը սպառել է, այսինքն իրանց համար բացում ենք լրացուցիչ արտոնյալ ժամկետ։ Այո, ավելին, եթե նույնիսկ չի սպառել, սպառվում է մինչև հաջորդ տարի հուլիսի 31-ը, նորից տրամադրվում։ Դա այդ արտոնյալ ժամկետ նշանակում է, որ ոչ տոկոս է տալիս, ոչ մայր գումար։ Այո, եւ որ այսինքն գումարը վերցրել է օգտագործում, բայց ոչ տոկոս է տալիս, ոչ մայր գումար։ Այսինքն հիմա մինչև 2027 թվականի հուլիսի 31 հուլիսի 31 այդ ընկերությունները ովքեր կդիմեն ոչ տոկոսը կփակեն, ոչ մայր գումար, այսինքն գումարը կունենան, կօգտագործեն, բայց տոկոս մայր գումար չեն փակի եւ այդ սպասարկման հարցում կաջակցի կառավարությունը։ Այո, եւ նաեւ իրենք հետագայի համար էլ, պարոն վարչապետ, ստանալու են եւս 1 տարի։ Այսինքն, եթե օրինակ մնացել է իրեն 3 տարի, ինքը ոչ թե այս 1 տարվա չօգտագործածը կգնա 3-ի վրա եւ իր ծանրաբեռնվածությունը կմեծանա, այլ իրեն եւս 1 տարի ժամկետ է տրվում, դառնում է իր 3-ը օրինակ 4 տարի, 2-ը 3 տարի, որպես ասած, այս տարին արանքից դուրս է գալիս։ Այո։ Եթե կարճ ձևակերպենք, այս տարին արանքից դուրս է գալիս
3 տարի էր մնացել, էլի 3 տարի կմնա առանց այս տարվա, այսինքն 3 տարի էր 4 կլինի, 2 տարի էր մնացել 3 տարի կլինի եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն որպեսզի մարդիկ գումարը ստացել են եւ նաեւ սա իրանց գործունեության մեջ ըստ էության կառավարության ներդրումն է, որպեսզի նրանք այս ընթացքում ադապտացվեն շուկային եւ լրացուցիչ լարվածություններ չունենան վարկային պարտավորություններ մարելու համար, որովհետեւ մեր կանխավարկածներն է, որ բոլոր դեպքերում շատ թե քիչ առողջ հիմնարկությունը իր մնացած ծախսերը այսօրվա պայմաններում էլ կարողանա օպերացիոն ծախսերը կարողանա եւ պետքա կարողանա փակի եւ էսա մեր տրամաբանությունը եւ հաջորդիվ այդ երկրորդ ծրագիրը վերաբերվում էր ընթացքի մեջ գտնվողին թե նոր ով որ ինտենսիվ այգործության ծրագրից կօգտվի արդեն կապալառուի փոխարեն ինքը կարող է այդ գործողությունը անել եւ պարոն վարչապետ այսինքն ցանկացած նախկինում մենք ասում էինք եւ դրա մեջ իր տրամաբանությունը կար որ ծրագիր իրականացնելու համար պետքա պրոֆեսիոնալ ընկերություն լինի որ մենք իմանանք որ կարող է ինքը այդ գործը անել հիմա մենք բացում ենք ասում ենք որ ընկերությունները ովքեր այդ հմտությունները մտածում են որ ունեն իրանց ռիսկով այդ ծրագիրը կարող են իրենք կամ իրենք իրենց ներուժով կամ իրենք ընկերություն ստեղծել կամ որևէ ձևով իրանք իրականացնել, որպեսզի լրացուցիչ օպերացիոն ծախսեր եւ չառաջանան։ Այո, եւ պետության ռիսկը այստեղ մենք երկու եղանակով կառավարում ենք։ Առաջինը դա աուդիտորական եզրակացությամբ եւ երկրորդը մենք ունենք նաեւ ամեն ծախսային ուղղության գծով առավելագույն փոխհատուցման չափ։ Հետեւաբար որևէ կերպ այդ առումով մեզ համար ֆինանսական ավելի ռիսկեր չեն կարող առաջանալ։ Շատ լավ։